Շատերը գիտեն, թե ինչպես կարելի է գումար վաստակել, բայց շատ քչերն են խելամիտ ծախսում վաստակած գումարը։ Այսօր խոսելու ենք խելամիտ ծախսերից։ Ամենաառաջին քայլը, որից կսկսենք, կլինի ծախսերին հետևելը։ Եթե չգիտենք, թե ինչի վրա ենք ծախսում, դժվար թե գտնենք, թե ինչն ենք սխալ անում կամ ինչը կարող ենք ավելի լավ անել։ Ծախսերը գրանցել է պետք կամ բջջային հավելվածով, կամ համակարգչային որևէ ծրագրով, կամ պարզապես նոթատետրում։ Եվ երբ ամսվա վերջում տեսնեք, որ օրինակ ծխախոտի վրա ամսական 18,000 դրամ եք ծախսել, կամ չնախատեսված ավելի շատ ծախս եք արել, քան նախատեսված, պետք կլինի մի բան վերանայել։ Երբեմն էլ նկատում ենք, որ մանր ծախսերը ամսվա վերջում ևս մեծ գումար են կազմում։ Բենջամին Ֆրանկլինն այս թեմայով ասում էր. «Զգուշացեք մանր ծախսերից, չէ որ մանր անցքերն էլ կարող են մեծ նավեր խորտակել»։ Այնպես որ գրում ենք, հետևում ենք և հասկանում, ինչ ունենք անելու, հետո էլ իհարկե անում ենք։ Երկրորդ, ֆինանսներում կա ծրարներով գումարի պլանավորման ու ծախսման մեթոդ։ Սա նշանակում է հստակ նպատակների համար հստակ գումար սահմանել և փորձել դրանք չգերազանցել։ Ասում են, թե այդ նպատակի հիպոթետիկ ծրարում դնել այդքան գումար և ավել գումար չծախսել։ Օրինակ, եթե այս ամիս ժամանցի համար նախատեսված է ոչ ավել քան 10,000 դրամ և այդքանն արդեն ծախսել եք, կարող եք ընկերոջ հետ հաջորդ հանդիպումն անցկացնել այգում, հաճելի ու մատչելի պիկնիկ կազմակերպելով։ Երրորդ խորհուրդը շատ հայկական հնչողություն ունի՝ չլինել հանրության շրջապատի գերի։ Սա նշանակում է, որ չպետք է ազդեցության տակ ընկնել կամ ամոթից դրդված գնումներ կատարել։ Երբեմն տեսնում ենք հարևանին կամ բարեկամին տպավորելու համար գնված իրեր։ Նոր տարվա համար աներևակայելի մի աշխարհ ուտեստներ, որոնց մի մասն էլ վերջում աղբարկղում է հայտնվում։ Դա դեռ ոչինչ, բա նույն նպատակով գնված ճոխ ավտոմեքենան, որին կարող էր հանգիստ փոխարինել ավելի քիչ ծախսատար, ավելի համեստ ու բավարար ֆունկցիոնալությամբ մեկ այլ մեքենա։ Ավելի երջանիկ են իրենց զգում նախ իրենց համար ապրող մարդիկ։ Կարող ենք հարևաններից տարբերվել ավելի երջանիկ լինելով։ Չորրորդ, չլինել բրենդների զոհ։ Հատկապես հագուստի բրենդների աշխարհում շատ են գերագնահատված իրերը։ Եթե կարող ենք գրեթե նույն որակի իրի համար 2, 3, երբեմն 5 անգամ ավելի քիչ վճարել, ինչու ենք միայն անվանը ավել գումար տալիս։ Խոսքը իհարկե չի վերաբերում այն դեպքերին, երբ անունը նաև որակ է ենթադրում։ Իսկ ձեզ որակով ապրանք է անհրաժեշտ։ Եթե ապրանքը շատ եք օգտագործելու, գիտեք, թե որն է որակով, թեկուզ և թանկ, արդարացված կլինի մի քիչ ավել վճարելը։ Իսկ պարզապես տպավորելու համար ավելի քիչ ծախսատար ու ավելի հետաքրքիր եղանակներ կան։ Ժամանակ տրամադրել ու գտնել ավելի մատչելի տարբերակ, պատվիրել հագուստը, եղածը փոփոխել, ավելացնել դետալներ, ստեղծագործել և այլն։ Մյուսը, երբ մտքով չնախատեսված գնում է անցել, ապա մի կատարեք այն անմիջապես, սպասեք մի որոշ ժամանակ։ Պահի տակ կատարված արագ գնումներին անվանում են իմպուլսիվ գնումներ։ Երբ մի քիչ սպասեք, ուղեղը կվերլուծի ու կամ կհերքի, կամ կհաստատի գնման կարիքը։ Այս նույն խորհուրդն են տալիս նաև մեծ գնումների համար։ Երբեք միանգամից մի կատարեք մեծ գնումը, այլ մի պահ վերլուծեք, համեմատեք, այլընտրանքներ փնտրեք ու կշռադատելով ընտրեք անհրաժեշտ ապրանքը կամ ծառայությունը։ Վեցերորդ խորհուրդը՝ օգտագործեք զեղչերը, քեշբեքերը, բայց մի դարձեք դրանց զոհը։ Երբեմն մարդիկ գրանցվում են տարբեր խանութների տվյալների բազայում, որպեսզի ստանան նամակ, երբ որ զեղչեր լինեն։ Ստանում են նամակն ու իրենց պարտավորված զգում մի բան գնելու։ Իրականում զեղչերը լավ կլինի օգտագործել այն ժամանակ, երբ որևէ բանի կարիք ունեք ու զեղչ է գործում։ Բինգո։ Իսկ լավ հնարավորությունները իհարկե պետք է օգտագործել։ Օրինակ, երբեմն առաջարկվում են որոշ խանութներում քարտով վճարում կատարելիս գնման գումարի որոշակի տոկոսի չափով գումարի վերադարձ ստանալ քարտին։ Սրան անվանում ենք քեշբեք։ Կրկին, եթե այդ գնումն անհրաժեշտ է, ապա հրաշալի առաջարկ է։
Մյուսը. միշտ ծախսեք ավելի քիչ, քան ստանում եք։ Այս մի խորհրդին հետևելը ձեզ կօգնի չկուտակել պարտքեր եւ նաեւ ունենալ խնայողություններ։ Ամոթ չէ որոշ ծախսերից հրաժարվելը, որոշ ծախսեր ավելի մատչելի լինելով փոխարինելը, որոշներն էլ հետաձգելը, որպեսզի չկուտակեք պարտքեր։ Իսկ խնայած գումարն էլ կարող է ուղղվել ավելի մեծ նպատակի իրագործմանը, քան այդ պահին անհրաժեշտ թվացող կարճ հաճույքը։